Դա ալո բարև ձեզ, ալո։ Ձեզ այդ կրկին զարթոնք բզնունի։ Բիլսը պրեմիկո է ֆիլիմի բիլսի խոսքով ուղիղ եթերում է զարթոնք բզնունին աշխարհի լավագույն քաղաքագետը, քաղաքական գործիչ, քաղաքական ակտիվիստ եւ այլն, հա։ Եվ ինչ եմ ուզում ասել, ես այսօր ուզում եմ խոստովանել, Ժորժ ջան, այո, իմ սրտի ճիչը ուղղել դեպի ձեզ։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ես վերջին 7 տարվա ընթացքում ինչ կատարվեց ռեսպուբլիկայում, այդ ամենի մեղավորը ես եմ։ Այո, ես sense ինքնամոռաց եւ անխնա ինքս ինձ մեղադրում եմ, ասենք, որ ասում են mea culpa, հա, իմ մեղքն է։ Ասեմ ինչու, ոչ միայն իմ նման մարդկանց։ Ուրեմն են հիշում եք 2018-ի այդ միտինգները, այդ Նիկոլը, որ գորգռում էր, sense բան կողքը են կայնացին են սաղի շուրջ դերասաններ, բան, որոնք հիմա չգիտես ինչու, sense բան են անում, չէ, մենք вообще Նիկոլ հետ կապ չունենք, вообще մենք Նիկոլին չենք սիրում, արա դուք եք բերել, էլ չասեմ անուններդ, էլա բոլորն է գիտեն, էլի։ Հա, ուրեմն ինչա ցածվի, ինչ մազացած։ Արա դե Նիկոլի անունը տալիս եմ ցածվում այլ։ Հա, խոսքով, ուրեմն տեսնելով այդ միտինգները, հա, ես մի տեսակ նայեցի այդ խայտարակ վիճակին, այդ մասսան, ինչ 24-երով, բան, չգիտեմ, զրյոտներով, այդպես բագաժնիկին, բան, սեղան էին փռել, ուտում, խմում, բան, նույնիսկ մեկ լափում, ասկանում եք, ասֆալտի վրա խորոված անողները, բան, մասի շու դեմքերը ծուրտի մուրտի, բան, արասում ինչ չա կատարում։ Ռեսպուբլիկան էս ինչ վիճակում է, ասկանում եք։ Հա, ու սենց բան արեցի, մտածեցի, լավ, սրանք որ պարզավոր ընտրություններ լինի, սրանք կգնան Նիկոլին կընտրեն, հասկանում եք։ Ասի մի բան ասեմ, հետո ասի արա գիժը ինչ է, մի բան ասեմ, կուտեին ինձ, հասկանում եք, կուտեին։ Ու սենց արեցի, ասի, խույսնի, ինչ տարբերություն, էս թե նախկինները, եկա նույն քաղաքն են, հա, տենց էլ ասեցի, նու մի կամաց ասեցի, որ չլսեն, էլի, հա։ Եվ ոնց որ չգնացի ընտրությունների։ Ու իմ նման շատ մարդիկ չգնացին, բայց հիմա մենք հասկանում ենք, որ շատ սխալ բան արեցինք, հասկանում եք, շատ սխալ։ Ես հիշում եմ այդ թվին 2018 թվին մի քանի կոլեգա ունեի, ասում են Արման ջան, բան, քեգա դե իմ ածականը Արման է, էլի, իսկական անունը Զարթոնք Բզնունի է, բայց ասենք տնեցիկ բան, նեղ շրջապատում ինձ ասում են Արման ջան, արի ախպեր, բան, գնանք ընտրենք Նիկոլին։ Արա ասում հոդու գիշ չեք ախպեր։ Այդ մարդուն ես ինչ հիշում եմ, վեշնի ինչ-որ բան, ղժղժում էր, ճվճվում էր, ստեյցն, ինչ-որ պրովոկացիաներ, ես իմ ինչ էր, բան, ինչ մուտիտ, շմուտիտ, բան, կրուտիտ, ասում ես խեմ պիտի գնամ այդ մարդուն ընտրեմ։ Ինձ ասում էին, ուրեմն, դու բան չես հասկանում, Բզնունի, դե արդեն որ կատխում էին, ինձ ավելի սենց օֆիցիալ էին դիմում, էլի։ Զարթոնք Բզնունի, դու բան չես հասկանում, տես հիմա կյանքը ոնց է փոխվելու, եթե Նիկոլը գա։ Արա ասում են դու աննորմալ չեք, արա Նիկոլը նույն բանի նման է լինելու, այն Կուբայի են Ֆիդել Կաստրոն, որ կուբացիկ ժողովուրդ է կուբական, դրեցին այդ Ֆիդել Կաստրոին վզներին, սենց տարան նստեցին գահին ու թքին փայտիկին, միջև կյանքի վերջ Ֆիդելը բան, ղեկավարում էր կուբական ռեսպուբլիկան, ինքնիշխան։ Հա, ասում եմ, որ դու աննորմալ չեք, արա նույն բան, այդ ինչ եք անում, բա դու բան չես հասկանում, արա հին մարդ եք սաղդ բան, հեսա տես Նիկոլի ինչա անեմ, բան, սենց էին խոսում, էլի, հա։ Մի խոսքով, հիմա, օրինակ, որ հարց եմ տալի, ասում եմ, հետո ինչ արեց, բան, աշկներս էսյան են թեքում, ասում են, կներեք, մենք ձեզ չենք ճանաչում, բան, չնայած որ մի 25 տարի ծանոթ ենք, էլի, ձեր դեմքը ես չգիտեմ, ես ձեզ չեմ ճանաչում, ինչ Նիկոլ, ինչ բան, ես հենց սկզբից հականիկոլական եմ եղել, այդ են մարդիկ, որոնք գնում են միցինգներ, էլի, հա։ Դե դուք հիշում եք 2018-ին, Նիկոլի մասին մի բան էիր գրում, մի բան էիր ասում, մի հատ վիդեո էիր անում, հասկանում եք, արա այդ մասսան, այդ դե կար չէ, կոնկրետ մասսան, ժեխը, մունդար, դեմքերով բան, անճորնին, կնանիք զզվելի բան, ծիգրովկեքը բաները, հա, խժխժացող, ճվճվացող բան, լարդպերը, էլի, հա, լծվում էին վրետ, արա աշխարի տակի քաֆուրներն էին գրում, այս խայտարակություն, այսինքն իրանք, ոնց որ իրանք Նիկոլը հենց իրանց մեջից է դուս եկե, հասկանում եք, հենց իրանց ծոցից է դուս եկե, դրա համար էին այդ մարդիկ սիրում Նիկոլին, այդ հիմա է որ
զզվում են, բայց այն ժամանակ ուշքները գնում էր Նիկոլի համար, հասկանում եք։ Հա, մի խոսքով այդպես բան գրեի, ահա Նիկոլական բան, կուտեին քեզ, հում կուտեին, տագաղներ էին բերում շարում մարդկանց դրան դեմը, բա ինչ ասես անում էին, էլի։ Հա, իմիջիալոց այդ տիպի մարդիկ զոմբիներ են, չէ՞ դրանք։ Դե զոմբինով է, որը ասենք իր խելքը չունի, բայց անպայման ուզում է որ ինչ-որ բան ունենա, ցար ունենա, որին իր բան զգացմունքները պատմի, որի հետ կիսվի, բան։ Այդ մարդիկ ցար են ուզում։ Զոմբիներն են դրանք, էլի։ Ու իմիջիալոց ոչ միայն նիկոլական զոմբիները, կան սերժական զոմբիներ, կան քոչայանական զոմբիներ, կան նույնիսկ բան դոգական զոմբիներ, հասկանում եք, դրանք էլ կան, հա։ Չէ, ես չեմ խոսում դոգի են նորմալ մարդիկ, որոնք իրան աջակցում են, դիտում են, ես էլ եմ շատ սիրում դոգին, բայց կան եւ զոմբի մասան են, անճոռնի հետ։ Ու այդ, ասենք նույն դոգի զոմբիները ոչինչով չեն տարբերվում Նիկոլի զոմբիներից, կամ Սերժի, կամ Քոչայանի զոմբիների, ոչինչով, հասկանում եք։ Այդ են մարդիկ են, որ բան, ասենք կոմենտների մեջ անպայման ինչ անճոռնի քֆուր են գրում, բան, դե տագետ են, հասկանում եք, դե ոնց որ ագար տենց բանի ծնունդ են, կուլտուրական ոնց ասեմ, բոզորթիներ են, հասկանում եք։ Հա, դե այդ մարդիկ ինչու են գրում այդ քֆուր կյաֆարները, դե գոնե միտեղ ինքնահաստատվեն, հասկանում եք ժողովուրդ ջան, դե ուրիշ տեղ ասենք բոլորը իրանց վրա թքած ունեն, կոպիտ ասած քաքի տեղ չեն դնում, եւ միակ այդ ծուղակը, որով կարող են նրանք ինքնահաստատվել, դա կոմենտներում ինչ-որ sense անպագորգոր խլեշ քֆուրներ գրել, որ դրանից իրենց հոգին ոնց որ բանալում, հանգստանում, էլի, ասում են գոնե մեկը կկարդա իմ մասին, գոնե մեկը կիմանա։ Չնայած դե թքած դրանց վրա մի խոսքով դրանց մասին չխոսք։ Հա, ոչ եմ, ասում եմ, ես եմ մեղավոր։ Ես եմ եւ ես եմ, միայն ես եմ մեղավոր։ Հիմա ինչ եմ դոգի մասին խոսացինք, դոգ ջան։ Ես հասկանում եմ, որ հիմա դոգը շատ ծանր վիճակում է։ Չնայած մի քանի վիդեո արել եմ դոգի մասին, իրան ցանկանում եմ առողջություն, համբերություն եւ այլն, իմիջիալոց ուզում եմ մի հատ մեծ վիդեո անեմ, ավելի sense լայնածավալ դոգի մասին, ուղղակի չգիտեմ ժողովուրդ ջան, այդ մարդը կտեսնի այդ տեսանյութը թե չէ։ Իմիջիալոց եթե ինչ-որ կարծիքներ ունեք, գրեք կոմենտներում, այս վիդեոյի տակի կոմենտներում։ Ես ուղղակի չգիտեմ, այդ մարդը կտեսնի այդ տեսանյութը թե ոչ, հասկանու եք, եթե չի տեսնելու, ես չհասկացան գանգեր, ես գիշ չեմ, եկա վիդեո անեմ, մեկը իմանամ, որ չի տեսել։ Այսօր գրեք, կարող է ինչ-որ բան գիտեք, ասենք, կարող այնտեղ ինչ-որ հեռախոս ունի, կարող մտնում է համացանց ես, չգիտեմ, խնդրում եմ գրեք, այդ մեծ վիդեո եմ ուզում անեմ, ու ինչ եմ ուզում ասեմ, դոգ ջան, ուրեմն հենց որ այս ամեն ինչը վերջացավ, գալիս ես Հայաստան տեղ, սրանց հերներ անցում է, այս նախկինների, ներկաների, տիր ու մայրիկը սենց անիծում ենք, հա, հենց իջնում ես Սամալյոնդից, ես, անձամբ ես, մի հատ գառ եմ մատաղանում քո ոտների տակ, աղբե ջան, չնես խի գառ, արի բան մատաղանում, ասենք, քորխոզ մատաղանեմ, հա, չնայած արին խժխժան այդի քորխոզը, չէ, բան մատաղ կանեմ, եղնիկի միս, Ալեն, ոնց է ռուսերեն, չգիտեմ, դե ես ռուսերեն վաբշե չեմ խոսում, Ալենի միս մատաղ կանեմ, հա, բայց քանի որ մենք ես ու դու արդեն ժամանակ չենք ունենալու, հասկանաք, մենք պետք է մեր ազգի համար լիքը գործեր ունենք անելու, այդ Ալենի միսը հենց տեղում հում, sense ներս կանենք, խամիաչիտ կանենք, ոնց կուտենք այդ Ալենի միսը, իմիջիալոց փաստորեն ստացվում է, որ մենք կուտենք բան, Ալենի սաշիմի։ Մենակ հայերը կարող են հորինել Ալենի սաշիմի։ Հում կուտենք, ոչ դոգ ջան։ Ու թափով պիզդուем к тебе на дачу։ Բանը, կոնդի դաչիկը։ Դե այն որ հիմա նստած է այն բանը, հա։ Սկզբից իհարկե դեզինֆեկցիա են կանում, այդ կարող է վարակվել, հասկանում ես։ Դեզինֆեկցիա են կանում, դու նստում ես այդ դաչում, այն նախկինների ներկաների դրանց չուչերները շարում ենք քո այդ այգում, շրջապատող այգում ու սկսում ենք հռհռալ վրեկները ու ղժալ, հասկանում ես։ Դու ռուլիտ ես անում, ինձ вообще բան պետք չի քեզանից, вообще ես կյանքում ոչ մեկից ոչ մի բան չեմ խնդրում։ Եթե պաշտոն տաս կհամաձայնվեմ, բայց այդ իմ, ասենք, կոմպետենցիայի մեջ չի, ես հաստատ կհրաժարվեմ, էլի, ես կասեմ, չէ, դոկ ջան, դե բեր լավ կաշխատեմ, հա։ Ու տենց ոնց որ կսկսենք ռուլիտ անել եւ այս երկիրը խելքի կբերենք միասին։ Հիմա ժողովուրդ ջան, դուք էլ կոմենտներում գրեք, արդյոք արժի մի հատ մեծ լավ նենց հումորային, նույնիսկ ոչ թե հումորային է, սատիրայով լի մի հատ վիդեո եմ ուզում պատրաստել դոգի մասին։ Գրեք ձեր կարծիքները կոմենտներում, սպասելու եմ ձեր արձագանքին։ Դե ինչ, ժողովուրդ ջան, պաչույու վսեղ։
Դոկ ջան, ախպեր ջան, դուխով։